Սեհայի քոլերը մերան գողնալա ամեն հակը Արսեն, ինձանից բայովա լսի բան եմ ասում։ Ես քեզ շատ կարևոր բան ունեմ ասելու, խնդրում եմ հիմա ինչ-որ կասեմ, խոսք տուր, որ բան չես անի։ Բան չեմ անի, խոսք եմ տալիս Ֆելո ջան Ինչ ա եղել արա Արսեն, աղջիկները սենյակում են, խնդրում եմ ասելուցս հետո պատերազմ չսարքես, որովհետև ես չեմ ուզում, որ Տաթևը լսի։ Ֆելո արդեն երկարացնում ես, կարաս մի քիչ արագ պատմես Հա, Արսեն, իմ ու Տաթևի տան հետ է կապված։ Դու գիտես, որ մենք պետքա տուն առնենք, բայց ես հաստատ հիպոթեկով չեմ կարա տուն առնել, որովհետև դրա տակից դուրս չեմ գա։ Դրա համար ես ռիսկ եմ գնացել։ Այսինքն Այսինքն դու գիտես, որ մենք ունենք ընդամենը $18,000 փող, բայց այդ $18,000-ով Երևանում կարանք առնենք ընդամենը կես սենյականոց բնակարան 10-րդ մասիվում։ 10-րդ մասիվը որտեղ ա Ֆելո Դե հենց էդ է հարցը, էլի 10-րդ մասիվը որտեղ է։ Չկա տես թաղամաս։ Դրա համար էլ ես հույսս դրել եմ Վիվարոյի վրա ու այդ $18,000 ամբողջությամբ խաղադրույք եմ արել այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպման վրա։ Արսեն, հասկանում եմ, որ ինֆորմացիան շոկային էր, բայց ես ուրիշ ճար չունեի։ Խեղդելու ես ինձ։ Հապա որ հաղթեմ ինչ ես անելու։ Դնելու ես վզիտ մանտաշ, չէ։ Արսեն։ Արսեն։ Ֆելո դու լրիվ հիմար ես Արսեն, փոխանակ շնորհակալություն հայտնես, որ կյանքդ փրկեցի, մի հատ էլ ասում ես հիմար ես։ Ոնց, թավով տվեցիր, ողնաշարը ջարդեցիր Ֆելո, ասում ես շնորհակալություն հայտնել Ես լավ չէ, դանակը մասնեի սիրտը ցած խառներ, դից ավելի շուտ կփրկվեի Արսեն, մի խոսքով Տաթևն ես խաղադրույքի մասին ոչ մի բան պիտի չիմանա։ Հանգիստ եղե Ֆելո ջան, ես չեմ ասի, ինքը վաղ թե ուշ կիմանա Ոտի շատ եմ ափսոսում Տաթևին Ջահել աղջիկա Ֆելո ինքը չի դիմանա կանանց գաղութուն Չի ձգի պրոստը Սպանություն, են էլ կանխամտածված, նախ 15 տարի կտան Իսկ ես մտածում եմ, որ ես հաղթելու եմ Դե, դու այդ հույսով էլ ապրի Արսեն, ուղղակի մի հատ պրոբլեմ կա, ես ու Տաթևը մի հատ լավ տուն ենք տեսել, շատ էժան գնով, քաղաքի կենտրոնում Այսօր պիտի գնանք այդ տունը նայենք Բայց ես չեմ կարա տնից դուրս գամ, որովհետև ես պիտի մնա ֆուտբոլը նայեմ Իմ համար այդ ֆուտբոլի ամեն վայրկյանը կարևոր է Հիմա չգիտեմ Տաթևին ոնց ասեմ, որ ես չեմ կարա տնից դուրս գամ Ես էլ չգիտեմ քեզ ինչ ասեմ, գիտես Ուղղակի մի բան կասեմ, որ դու հիվանդ ես Ճիշտ ես Ես հիվանդ եմ Ես լրիվ հիվանդ եմ Արս Լավ գաղափար է, հենց տենց էլ կասեմ Կասեմ, որ տաքությունս բարձրացել է ու չեմ կարա տնից դուրս գամ, հիվանդ եմ Հիվանդ մեղում եմ Լավ գաղափար էր
Արսեն, ես գնում ես էլի Սևակին հանդիպես։ Դու աչքից մնալու ես Սետոյի կերպարի տակ։ Չեմ մնա Ֆելո ջան, իսկ մնում եմ վերջին շտրիխներս անեմ։ Սևակին ծանոթացնեմ Ինգայի հետ ու բախտս բերի Սևակը սիրահարվի Ինգային։ Ու այդ ժամանակ էլ Սեթոն անելու բան չի ունենա։ Մնում է Սեթոն արտագաղթի ստեղից։ Գարունը այնքան ծաղիկ է վառել, գարունը այնպես պայծառ է կրկին, ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, ուզում եմ անուշ փայփայել մեկին։ Շատ ծիծաղալու է։ Արա, բայց այդ ծիծաղալու չէ, դա ռոմանտիկ է։ Գիժես, գարունը ո՞նց կարա ծաղիկ վառի։ Գարունը հո լուցկի չի որ ծաղիկ վառի։ Ավելի զարա մի քիչ ռոմանտիկ է, էլի վայ։ Ռուբուշ, ես տենց էլ չհասկացա, այդ ռոմանտիկան ո՞րն է։ Տիտանիկ կինոն տեսել ես։ Հա, տեսել եմ, այնքան է ծիծաղացել։ Ինչի՞ վրա։ Այն որ նավը խորտակվում է, բայց երաժիշտները դեռ նվագում են։ Չեն փախնում, էլի նվագում են։ Այդ մասի վրա այնքան է ծիծաղացել։ Եկան կինոթատրոնից ասեցին մի հատ տեղից դուրս արի։ Գիտես ռոմանտիկան ինչ է, իսկ ես էսա բացատրեմ հասկանաս, էլի։ Ռոմանտիկան դա այնա, որ դու քո սիրելին միշտ ասում ես, որ դու սիրում ես իրան։ Միշտ անակնկալներ ես անում, նվերներ ես առնում։ Ռոմանտիկան բացատրում ես նաև օրինակ բանաստեղծության տեսքով, երգի միջոցով, անգամ հայացքի միջոցով, էլի հասկանում ես։ Հայոցքի։ Հասկացա։ Հա, հիմա հասկացա։ Լավ ճուտիկ ես գնամ, մի հատ պատվեր վերցնեմ կամ։ Լավ։ Եկան գնա։ Ճուտիկ, մի հատ դարը սուրճ պատրաստի։ Մեկ էլ ես քեզ սիրում եմ, քաղցր։ Այսօր համով ուտում ենք ու վայելում ենք ինձ համար աշխարհի ամենակարևոր խաղը։ Հələ դու դեռ պարկած ես, մի հատ վեր կաց գնացինք։ Կյանք չեմ կարա, շատ վատ եմ, գլուխս ցավում է, կարող է վաղ գնանք։ Ֆելո, մենք ես բնակարանը չենք կարա մեր ձեռքներից բաց թողնենք, որտեղ ջրի գնով տալիս են։ Վեր կաց, Ֆելո։ Կյանք փոխանակնակից դեղ բերես, մունատ ես գալիս խրես։ Չի լինի, որ դու մենակ գնաս այդ տունը նայես կամ էլ, չգիտեմ, լիկայի հետ։ Չէ, Ֆելո, չի լինի։ Ոչինչ։ Հիմա նեղանում ես, բայց վաղ շնորհակալություն ես հայտնելու։ Տաթե, դուք դեռ տանն եք, կպա չեք գնում այդ տունը նայելու։ Չէ, լիկա, Ֆելոն հիվանդացել է։ Ինձ թվում է մեր կյանքի սցենարը նենց են գրում ու դասավորում, որ մենք երբեք դուրս չգանք այս բնակարանից։ Տաթե, եթե ուզում ես, ես կարամ հետդ գամ։ Մեկը այսօր աշխատանքի չեմ, Սևակի ներվերն էլ առավոտը լավ կերել եմ։ Նենց որ պարապ եմ, կարամ գամ։ Գաս լուրջ։ Հա, կգամ։ Ուղղակի Ֆելոին պետք չի անխնամ թողնել, վատ վիրուսներ ա տարածված։ Իր հարցներ կլուծենք, նոր հանգիստ կգնանք, լավ։ Արսեն, բարև, ինչ կցանկանաս։ Զարա ջան, որ ինձ այս շոյերով տեսնում ես, ես Արսենը չեմ, ես Սեթոն եմ, նայ, Արսենն է, նայ, Սեթոն եմ։ Սեթոն։ Այսինքն որ դու շոյերդ փոխում ես, անունդ էլ ես փոխում։ Հա, Պահարանիդ մեջ անունները շորերիդ կողքն է կախած։ հա, կախածա շոյի կողքը, մետից գարեջուր բերել։ Իսկ այդ անուններդ որտեղից ես առնում։ Զարա անցումի տակից, մի հատ գարեջուր բերել։ Ինչ կարոջուր բերել։ Ստելա։ Գիշ։ Ճիշտ ես ասում, չի ֆայմել։ Այս շորիկիս այդ Ստելան շատ ես ասում։ Զարա Ստելան, գարեջուրի հետ է, մի հատ Ստելա գարեջուր բերել։ Հա, հասկացա։ Որ մի բան խնդրեմ կանես։ Խնդրի։ Հա, ես խնդրեմ մի րոպե։ Ուզում եմ ճուտիկիս անակնկալ մատուցեմ։ Մի հատ ասա, ճուտիկ Զարան քեզ սիրում է։ Ասա։ Որ ասա դու գնաս Զարա։ Հա, ասա։ Ճուտիկ Զարան քեզ սիրում է։ Ջարի։ Привет, Կյանք։ Բա ուր է երազանքներից ատպետը։ Ինձ քեզ ասացի, որ նորմալ կհագնվես։ 1000 անգամ ասացի, չէ՞։ Դու պետք է տուն տանելու աղջկա տպավորություն թողնես, ոչ թե կլուբ տանելու։
Հա բայց ես ուզում եմ այդ տղու ուշադրությունը գրավեի, չէ։ Վայ։ Ինքը այդ ուշադրությունը ոչ թե կարճաժամկետ է պետք գրավել, այլ երկարաժամկետ, որը լսի ինչ ես անում ինքը։ Հենց հիմա գնում ես տուն ու ջնջում ես մակիաժդ։ Դեմքիդ նկարում ես նորմալ տնական աղջիկ ու գալիս ես։ Okay, bye։ Հա, 40։ Այ հիմա ես շատ վատ եմ։ Ոնց եղար, հələ ջերմաչափդ դուրն է։ Լիքա 40 է։ Բարձա, սա հաստատ վիրուս է։ Սրա դեմ պայքարել է պետք։ Ֆելո, այս պահի դրությամբ ջերմիչեցնող անալգին դիմեդրոլ ունեմ։ Հեսա կսրսկեմ, կքնես ու կլավանաս։ Չէի սրսկեմ։ Ես համաձայն չեմ։ Ֆելո ես եմ համաձայն, ձայնդ կտրի ու պտտվի։ Վերջ Ֆելո, պարկի քնի ու կլավանաս, իսկ մենք գնում ենք արագ բնակարանը նայենք ու գանք։ Քեզ բան։ Կարող է Ֆելո խաղը բաց թողնեմ։ Ահա, էսի ուրիշ բան։ Ախր ես ինչ է։ Ոնց ինչ է, դա նորմալ տնական աղջիկ։ Εσύ կամուստանաս ինչ կուզես կանես։ Կուզես դեմքդ նկարի Անջելինա Ջոլի, մնացածն էլ Քիմ Քարդաշյան։ Յա, սևա ախպեր։ Ծանոթացեք։ Սևա ջան, ինգանա, մեր քուրն է։ Ինքը աշխարհի ամենահամեստ աղջիկն է, բրատ։ Ինգա ջան ծանոթացի Սևակն է։ Աշխարհի ամենահամեստ ու բարի տղեն է։ Շատ լավ։ Նմանապես է։ Սեթո ջան, ասա ինչ էր կանչել, ինչով կարող եմ օգտակար լինել։ Քնես բրատ։ Ալո։ Ահա, ոնց թե։ Ոնց ապեր գալիս եմ հենց հիմա։ Հա, լավ։ Սևո ջան կներես ապեր։ Մեր բուձելնիկներ զանգել դեպքա պատահ է, պետք է ես գնամ, բայց շուտ կգամ, դուք ինգայի հետ մի քիչ շփվեք, մանացեք, բրատ, միջև գամ։ Սեթա, սելի խնդիր չի, ուղղակի լիկայի ընկերին է սրճարանում աշխատում։ Եթե հանկարծ լիկան իմացա, որ ես ուրիշ աղջիկի հետ եմ նստած, գիտես ուր եմ գնալու։ Կոյուղի։ Սևո ջան, ճշտած մոմենտ է, բրատ, ինքը այսօր չի գալու։ Հանգիստ նստելի քո ամանապետ։ Ես գնամ գամ ապրեմ։ Ինչ-որ բան ուզեք խմել։ Չէ, ես ընդհանրապես չեմ խմում։ Յուտա չեք խմում։ Խմում եմ մի քիչ։ Դա մի քիչ խմեք։ Լորենցես, խնդրեմ ձեր պատվերը։ Ձեր վճարումը եղել է on-line, շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար։ Քորա խողը սկսվի։ Երևի ես բնակարանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ճիշտ ենք եկել, չէ՞, այս բնակարանը վաճառվում է։ Այո, համեցեք ներս, մենակ արագ։ Երեխեք ջան, նախապես ասեմ, որ սա հիվանդի բնակարանը շատ քիչ օգտագործված։ Հիվանդանոցից տուն, տնից հիվանդանոց։ Ունի մշտական ջուր, մշտական գազ, մշտական լույս, մշտական ինտերնետ, մի խոսքով մշտական բնակության համար ստեղծված են իդեալական պայմաններ։ Մի հատ շունչ քաշեք ու ասեք ինչ եք այդքան արագ խոսում։ Արագ եմ խոսում, որովհետև բնակարանը շտապ է վաճառում։ Այ որ շտապ չվաճառվեր, կասեի բաբաբամ 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 վաճառվում է երկու սենյականոց բնակարան կենտրոնում։ Բաբաբամ։ Հիմա ինչ որոշեցիք, վերցնում եք թե չէ։ Հարգելի սո ընտրակաշարք չեք բաժանում, որ առանց հասկանալու վերցնենք բնակարանը։ Մի հատ ծանոթացրեք բնակարանի հետ։
Ծանոթացեք, բնակարան ջան, դու էլ ծանոթացի, իրանք մեր գնորդներն են։ Վերջ։ Նիկա ջան, սա թող ոնց որ թե ուշանում առաջարկում եմ sense լուրջ չնստենք, էլի արի մի քիչ շփվենք։ Դու ինչ հետաքրքրություններ ունես։ Դե ես ավարտել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, տիրապետում եմ տարբեր լեզուների։ Լուրջ։ Ինչ լեզուների։ Դե ֆրանսերեն, անգլերեն։ Ah bon? Vous parlez français, mademoiselle? Oui. Très bien. Ah ben c'est magnifique. Ça fait longtemps que je voulais voir quelqu'un en armée qui parle français parce que la langue elle me manque. En fait, ça fait longtemps que j'ai pas parlé et je vais vous dire, j'adore le français. Արշջան։ Ռուբսևակը ինչ է անում։ Ապերեն աղջիկը այդ նստած խոսում է։ Որ խնդրեմ կարաս թաքուն լսես ինչ են խոսում։ Իվաշ չեմ կարա ցավը տանեմ, դպրոցում իմ մականումը ժուչոկ է, այ ախպեր։ Սպասես եք զանգեմ։ Je suis très content de rencontrer quelqu'un ici qui parle aussi bien, parce que moi j'adore le français en fait. Moi aussi. C'est magnifique et ce qu'il y a. Donc je voulais vous partager ça avec vous parce que ça fait combien de temps? Ça fait 6 mois que j'ai pas parlé français, donc je vous ai dit, c'est parti quoi. Qu'est-ce qu'il y a? Qu'est-ce que tu regardes? Et en fait, ça fait combien de temps que vous apprenez là? Parce que moi je l'ai appris dans 2-3 mois et je fais vite. Ալո։ Արշջան, ապեր ճիշտ ասած չհասկացա ինչ էին խոսում, արաբերեն էին խոսում։ Արաբերեն թե ֆրանսերեն։ Այ ախպեր, դե ինչ տարբերություն, սաղ ֆրանսիան արաբա էլի։ Լավ գոնե կարողացար հասկանաս ինչ տրամադրություն ունեն։ Տրամադրությունը տատուս շաքարի պես բարձր էր, այ ախպեր։ Շատ քաղցր հարաբերությունները ոնց որ սկսվում ստեղ։ Լավ դե կապի մեջ եղի կզանգեմ։ Լավ, ցավը տալու։ Սիրահարված իմ աչքերի մեջ կարդա Զարը ինչ ես անում։ Ռոմանտիկայ մանուն գիր Ռոմանտիկան մարդու սիրտը գրավելու համար է, ոչ թե վնասելու։ Ուզում ես համ բժիշկների ձեռնեկնեմ, համ ոստիկանների։ Ինչի համար։ Ոնց ինչի համար։ Որ ինֆոկտը հանկրտից խփեց, ես էլ քեզ եմ խփելու, այ դրա համար։ Ես էլ քեզ կխփեմ։ Դու ինձ կխփես, ես քեզ Վերջ, մնաց ննջասենյակը ցույց տամ, համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեխեք ջան, դուք գնացեք ննջասենյակ, ես հիմա կգամ, հա։ Լավ։ Ոյ Գազանովա։ Ես ոնց։ Ես երբ։ Ես դու։ Բա, ելով քո համար սենց անակնկալ կաներ, եթե ոչ ես ախպերս։ Լավ, լաս ինչքան փող ես ուզում ես հաճելի անակնկալի համար։ Մի գնեղացնում ես։ Այս ամեն ինչը պետ պատվեր է։ Դոկտորը իր արած գործի համար փող չի ուզում։ Ինձ որ հարգելի հիվանդ անցեք պալատ համարում եք, թող բուժքույրները ձեզնով զբաղվեն։ Ես էլ գնամ դեղերի հետևից։ Ինչ կխմես, շամպալ գին, օղի միցին, կոնյակ ֆորտե։ Ինչ մտքով է 10 դոկտոր։ Աղջիկներ! Դիկա հաստատ չի կարող, չէ՞ արձակվել։ Չէ, հաստատ չի կարող։ Ուղղակի ուրիշ տարբերակ չկար, ամբողջ տունը մանեկա, ոչ պարան գտա, ոչ էլ սկոչ։ Մարտնացի։ Հետ կարամ հասկանեմ ինչ եք ինձ բարուրել։ Որովհետև բալիկ ջան, դու քեզ խելոք չես պահել։ Հասկացա, դուք տենց
դերային խաղերի սիրահարեք։ Այս դերը հեշտ դուրս չի գալիս, որովհետև գլուխս ցավում է։ Ես մոտ լավ դեր առաջարկեմ։ Ես կլինեմ հանցագործը, դուք կլինեք ոստիկանները։ Ճիշտ է, դու կլինես հանցագործը, բայց ոստիկանները կլինեն իրական։ Ես չեմ հասկանում, այս ինչ նոր ձև է։ Հայտարարություն եք տալիս իբր բնակարանը վաճառվում է, գինը դնում եք շատ հարմար, որ գնորդները շատ լինեն, ու մեջներից ընտրում եք սիրուն աղջիկների որպես զո։ Ինչ։ Ո՞վ ասաց, որ ես բնակարանից վաճառում եմ։ Այն կարճատես երիտասարդ է։ Իմիջայլոց։ Էս էլ հայտարարություն։ Լավ։ Այլ որ կարճատես երիտասարդին բռնեմ, ոտերը կտրելու եմ սարքեմ կարճավոր։ Նախ այս բնակարանն իմն է, երկրորդը ես չեմ վաճառում, երրորդը մի ձեռներս արձակեք, որ չորրորդով այդ Գարիկի գլուխը պոկեմ։ Գարիկն ով է։ Այդ կարճատես երիտասարդը, ով ուզում էր իմ բնակարանը ծախեր, փողեր վերցնել ու թռներ։ Լուկա, չեմ հասկանում, մեր ճակատին գրած է, որ բնակարանի հարցում միշտ պետքա մեզ խաբեն։ Տաթև մի րոպե, կարող ես նորածինն ա մեզ խաբում։ Ես չեմ խաբում, հենա հեռախոսս վերցրեք, զանգեք Գարիկին ու տեսեք ով է խաբում։ Որն է դրա համար է։ Գրածա դոկտոր, բայց դրանց փոխես գրես ողորմացիկ։ Հալո։ Յա, ապե ջան, բա ուր ես։ Միք ջան, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ինտերնետը բզբզում էի, շատ պատահական տանդ հայտարարություն ընկավ ինտերնետ։ Ես մեղավոր չեմ։ Ապուշ վիրուսներ են հիմա տարածված։ Դե, դոկ ջան, ինչ ես ասում, ոնց որ ասում են չկա չարիք առանց բարիք, էլի։ Ես կասեի առանց բալիք։ Ավելի ճիշտ ասեմ, առանց բալեք։ Բա ուր ես այդ ցավոտանը, մի ժամը քեզ ենք սպասում։ Ինչ եք անում որ։ Դոկ, մեծ հասուն տղա ես, որ ասեմ լոբի ենք ջրում կհավատաս։ Մեկ պատկերացրու էլի, մենք երեկով ինչ կանանք անենք, չէ աղջիկներ։ Այո։ Տեսան ապեր, դե արի։ Դե որ տենց այս 10 րոպեից հասնում եմ։ Դե ապեր, մի հատ շամպայն կվերցնես, մի հատ էլ մոմ։ Մոմ։ Հա, բա ռոմանտիկ երեկոն առանց մոմ։ À ce moment, je lui parle en racontant tout ça et... Excuse-moi une minute. Oui? Allô? Սևո ջան, իմ գալը չի ստացվում, բրատ, որ խնդրեմ ինգային կտանես տուն։ Հա, խնդիր չկա ցավոտան, դու հանգիստ գործերիդ նայ, մենք նստած ենք, դեռ մի ժամ էլ կնստենք ինձ թվում է։ Չեղավ ապեր, մութը արդեն վրա է հասնում, ինգան էլ մաքուր տնական աղջիկ է, ինքը պիտի մութից 10 պակաս տուն ալնի։ Լավ, հասկացա, խնդիր չկա, հեսա կճանապարհեմ։ Ինչ էր ասում բանը Սեթան։ Ասում էր, որ արդեն տուն գնալու ժամանակն է։ Ես քեզ կճանապարհեմ, հա։ Առես, ինչ ես ալնում։ Մենք դեմ խոփում են մեջքիդ որ սիրահարվես ինձ։ Ասա որ ռոմանտիկ է։ Ասա։ Շատ շտապ օգնություն կան։ Աղջիկներ ջան, շատ շնորհակալ եմ, որ օգնեցիք այս երեխուն բարուրեմ։ Ուղղակի որ կյանքում մայր չեմ եղել, դրա համար չգիտեի, էլի հետ ոնց հալվում։ Շնորհակալության կարիք չկա։ Մեղավորները միշտ էլ պետքա պատժվեն։ Լավ, երեխեք ջան, դե մենք գնանք, դու էլ կերակրի երևի սոված կլինի։ Միք, ինչ ես պատրաստվում անես։ Որ ասեմ կուրծք եմ տալու կհավատաս։ Իմ հետ ես եք։ Էլիկա չեմ կարող։ Ստեղ մնացել է։ Էլիկա։ Լացում է։ Հասկացա ես լացում։ Գազիկներ ունի, հեսա մոմիկը վերեմ դրեմ գազիկները կանցնի։ Ֆելո,
Ֆելո հետ ես ինչ վիճակը թել վեր գած։ Վերջացել է ֆուտբոլը։ Ուրա պուլտը։ Արսեն, հերախոսը սուր է, ես պետք է հաշիվը նայեմ։ Հանգստացի, սպասի, ես իմ հեռախոսով կնայեմ, սպասի։ Արյատկը։ Շուտ ա, Արսեն, հաշիվը։ Խնդրեմ Ֆելո, Սաութհեմփթոնը պարտվել է։ Որ ասում էի, դες բան մի արա, ուրեմն մի բան գիտեի։ Ո՞նց։ Օրս արեմ Արսեն։ Ես $18,000 պարտվել եմ Արսեն։ Ես իմ ինչ Տաթևին ինչ եմ ասել։ Ես անասուն եմ Արսեն։ Հա, ճիշտ ես Ֆելո ջան, դու անասուն ես։ Լավ, Ֆելո, լավ, հանգստացի։ Խաղավարտվել է ոչ ոքի։ Առաջ, Արսեն $60,000 կրել եմ, այո։ Վիվարո եմ խաղալու, առանց բանկի հիպոթեկի տուն եմ առնելու։ Ուրախ եմ Ֆելո, չես պատկերացնի, ես եկել 1000 տարի չեմ եկել։ Լուսին ես անպիտակի, լուսային ժամանակի, աչել է համիշինի, բաչել է շամիշինի, բարգատեքոց հավտանի։ Չէ, ես պատկերացնում Տաթևը ոնց է ուրախանալու, որտև ես վակը ինքն էլ փակելու։ Չէ, Արսեն, Տաթևի ոչ մի բան չենք ասում, մինչև փողը ձեռքումս չլինի։ Ֆելո, կնեցիր է։ $60,000, ես գիտեի, որ պետք է հաղթեմ Արսեն։ Չգիտեմ։ Լիկա, բայց առաջարկում եմ տղերքին ոչ մի բան չպատմենք։ Համաձայն եմ, ակլորանալու են, որ հավ ընկնենք քաշքշուկի մեջ։ Իա, Ֆելո ջան։ Հենց ուրախ ես, ոնց որ հեչ հիվանդ չլինես։ Կյանքս Լիկայի սրսկած դեղը իրան նարեց, ինձ լավ եմ զգում։ Դուք ասեք, գնացիք, նայեցիք տունը։ Հա, Ֆելո, այնքան վատ տուն էր, չես պատկերացնի։ Ասա Լիկա։ Շատ վատ տուն էր, շատ։ Ննջասենյակը այնքան փոքր էր, հերթով էինք մտնում նայել։ Հա, Ֆել, ու հյուրասենյակից բալկոն ճանապարհը պատկերացնում ես զուգարանով էր անցնում։ Ված հոտ էր գալիս, հա։ Ու բալկոնն էլ ոչ թե առաջ տված էր, այլ հետ տված էր։ Հա։ Մի խոսքով Ֆելո, ես հիասթափված եմ այդտեղից։ Լավ, կյանքս մի մտածի, ես համոզված եմ, որ մենք մեր երազանքների տունը կունենանք անպայման։ Խոստանում ես։ Յա! Սկեսուրա երիկ ես վերադարձել ես ճամփորդությունից, հա։ Եվ բարի գալուստ, Մուշեղ Աբդուլ Ռաշիդ Աբու Դաբի Էլեմ Հեշները։ Ոնց հանգստացեք Տիկին Տամարայի հետ Դուբայում։ Բայց դուք որտեղից գիտեք, որ մենք Դուբայում ենք եղել։ Դե ակնոցավոր լեզուներն ասեցին Մուշեղ ջան։ Դու ավելի լավ թեման միցրի, պատմի։ Ինչ պատմեմ։ Շատ վատ ուղևորություն էր։ Մտել եմ հյուրանոցի համար, դուրս չեմ եկել ընդհանրապես։ Լուրջ եմ ասում, Տամարան դուրս էր գալիս, գնում էր ծովափ լողում հետ էր գալիս, ես էլ տենց ոչ լողացել եմ, ոչ ջիպ եմ քշել անապատում, ոչ էլ մոնում առևտուր եմ արել, ոչ մի բան։ Ապուշ պայեստ կա էլի։ Հա, դեմքիդ գույնից այրևում է, որ ընդհանրապես հյուրանոցի համարից դուրս չես եկել։ Դուբայը տենց է։ Ավտոյից բանալիների հետևից է եկել էլի։ Առայժմ Մուշեղ ջան, առայժմ։ Ամաչում ես խոստովանես, որ Տիկին Տամարայի հետ միլիոնատիրոջ արկածներ ես արել։ Հեսա Տամարայի Facebook-յան էջի միջոցով կճշտենք։ Ոնց, Տամարան Facebook-ի էջ ունի։ Հա, վերջեր սա գրանցվել։ Հա, մի հատ նայեք վատնաշերիղ։ Մուշեղ Դանիելյան, Մուշեղի։ Այս վերջերը սա գրանցվել մի րոպե։ Հենց նոր վիդեո ակցել։ Բոլորի հրավիրում եմ նայելու միլիոնատեր Տամարը եւ նրա սիրեկան Մուշեղի արկածները Դուբայում։